Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրություն։ Սա ազդարարվեց նախորդ տարեսկզբին, երբ Բաքվից արդեն հնչել էր հերթական պահանջը Հայաստանի մայրօրենքից հանել հղումը անկախության հռչակագրին, որում իրենք տարածքային պահանջներ են տեսնում Ադրբեջանի նկատմամբ։ Հետո Փաշինյանը զարգացրեց միտքը, թե մենք ագրեսիվ միջավայրում ենք կարմիր շորով ցլերին դեմ հանդիման։ Այս կարմիր զգեստով տարբերակում ես 100%-ով կարող եմ երաշխավորել, որ մենք չենք անցնի այդ ճանապարհը։ Զգեստափոխվելու տարբերակով ես չեմ կարող 100%-ով երաշխավորել։ Բայց շանս կա, որ կարող ենք։ Չեմ կարող երաշխավորել, որ մենք կանցնենք այդ ճանապարհը, բայց եթե կա անցնելու տարբերակ, դա է երկրորդ տարբերակով։ Բաքվի համար պնդումների ֆոնին Երևանը մի կողմից հայտարարում է, թե սահմանադրության փոփոխությունը զուտ ներքին օրակարգ է, մյուս կողմից արդեն ուղիղ են ասում, մայրօրենքի նոր տարբերակում անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Համենայն դեպս վարչապետն այսպես է կարծում։ Որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որ հանրաքվեով պետք է որոշվի այս հարցը, հստակ է, ասում է սահմանադրագետը։ Հարցի մյուս կողմն է ըստ Մելոյանի, թե իշխանությունն ինչ մանիպուլյացիաներով, ինչ մեթոդներով առաջարկը կհրամցնի հանրությանը ու կձգտի հասնել նպատակին։ Ավելի քան 600,000 այո է պետք նոր սահմանադրությունը կյանքի կոչելու համար։ Եթե իրենք վստահ լինեին, որ այդ ժողովրդի կամքը միանշանակ է, ես համոզմունք ունեմ, որ վաղուց արդեն այս հանրաքվեն կայացված կլիներ ու կանցկացվեր։ Ես համոզմունք ունեմ նաև, որ ակնհայտ է, որ միանշանակ չեն մարդկանց տրամադրությունները այս սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, ինչքան էլ որ իրենք փորձում են այս նոր սահմանադրության գաղափարը մարդկանց կրկին շանտաժային տարերով ներկայացնել, որ կամ նոր սահմանադրություն կամ պատերազմ։ Արդարադատության նախարարը խոսել է առանց հայեցակարգի միանգամից նոր սահմանադրություն գրելու անհրաժեշտության մասին։ Ով է գրում այդ սահմանադրությունը, ինչ կազմ է աշխատում նոր տեքստի վրա, պարզ չէ։ Հայտնի է միայն, որ գործում է սահմանադրական փոփոխությունների խորհուրդ, որի հետ նոր տեքստը պարբերաբար համաձայնեցվելու է։ Հայեցակարգի անհրաժեշտության մասին հենց իրենք են խոսել տարիներ շարունակ, ասում է Մելոյանը։ Իրենք խախտում են իրենց իսկ ընդունած իրավական ակտը։ Այսպիսի մեկուսացված աշխատանք մեր պատմության մեջ որևէ հանձնաժողով երբևիցե չի ունեցել։ Անգամ նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երբ գործում էր, այն պարագայում, երբ մարդիկ ամեն շաբաթ մամլո հաղորդագրության տեսքով հաշվետվություն էին ներկայացնում այդ շաբաթ իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ, հրապարակեցին հայեցակարգի հրապարակումից հետո մարզային այցեր էին իրականացնում ու մամուլի ասուլիսներ հրավիրում, նաև մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպում։ Բոլոր փաստաթղթային առաջարկներ ներկայացրած քաղաքացիներին մեկ առ մեկ հրավիրում են նիստերին, հետները քննարկում իրենց ներկայացած փաթեթը։ Այդ հանձնաժողովին, Վենետիկի հանձնաժողովը մի փոքր տարակուսած գնահատանք է տվել, որ ոչ այնքան թափանցիկ են աշխատել։ Սա էլ մի կողմ։ Մելոյանը պնդում է 2018-ից խոսվում է փոփոխությունների, 1.5 տարի արդեն ամբողջական փոփոխության մասին, բայց առ այս պահը որևէ կերպ չի հիմնավորվել, ինչի համար է դա արվում կամ ինչով է գործող սահմանադրությունը խանգարում քաղաքացուն։ Մնում է համադրել փաստերն ու հասկանալ, Երևանը սահմանադրություն է փոխում Ադրբեջանի ուղիղ սպառնալիքի տակ։ Օրինակ, ասում են իշխանությունների տարանջատման մեխանիզմն են պատրաստում որոշակիորեն փոփոխել զսպման ու հակակշռման մեխանիզմի դրսևորմամբ, այն պարագայում, երբ նույն վարչապետը անցյալ տարի նշեց, որ իրենք կառավարման ձևից խորհրդարանական կառավարման չեն հրաժարվելու, իրենց համար այն ընդունելի է, այսինքն էական փոփոխություն չի լինելու։ Իրենք ասում են, որ որոշակի սոցիալական իրավունքների շրջանակն են ընդլայնելու այն պարագայում, երբ մեր պետության մարդու իրավունքներին նվիրված սահմանադրության գլուխը Եվրոպայի կողմից ճանաչվել է լավագույն օրինակներից մեկ ու կրկին որևէ նյութական նորմ, օրինակ, թե ասելով սոցիալական իրավունքների ընդլայնում, ինչ նկատի ունեն, չեն բերում։ Սահմանադրագետի խոսքով տարակուսելի է նաև այն, որ իշխանությունը նման լուրջ փոփոխության է գնում, բայց համագործակցության ձեռք չի մեկնում փորձառու մասնագետներին։ Եթե նպատակը բարի է, պետք է որ չխորշեին գործակցել որևէ մեկի հետ։ Ամբողջ պրոցեսն ըստ մասնագետի ողողված է հակաիրավական տարրերով, ոտնահարված են ժողովրդավարության սկզբունքները, չնայած իշխանությունն իր կառուցած դեմոկրատիայով ամենաշատն է հպարտանում։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։